Բանաձորը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, պատմական Դիզակ գավառում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36, մայրաքաղաք Ստեփանակերտից 122 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ ավանդության այս բնակավայրի արմատները հասնում են ուրարտական ժամանակները, իսկ գրավոր աղբյուրներում գյուղը հիշատակվել է 11-րդ, 13-րդ, ավելի ուշ 17-րդ և 18-րդ դարերում Բանազուր, Վանաձոր, Վանազուր, Պնածոր տարբերակներով։ Բանաձորում պահպանված շինություններից մեկի վրա գտնվող կամարաձև քարին արձանագրված է Թաթուլի շեն։ Գյուղում և նրա շրջակայքում գտնվող բազմաթիվ հուշարձաններն էլ հաստատում են գրավոր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Բանաձորի տարածքը բնակեցված է եղել առնվազն վաղ միջնադարից։ Ժամանակակից Բանաձորում բնակվող շատ գերդաստանների արմատները պատմության խորքերն են հասնում, միահյուսվելով գյուղի հիմնադրման պատմության հետ։ Ծտորանք, Քրմալունք, Ստեփանանք, Բդալանք, Գյուրջունք, Կակունք, Կաբունք, Գյուրվանք, Ակունք։ 19-րդ դարի սկզբին ողջ Արցախի հետ Բանաձորը ևս հայտնվեց ռուսական կայսրության տիրապետության տակ։ Հակառակ թաթարների հետ պարբերական ընդհարումներին այս շրջանում գյուղը որոշակի զարգացում է ապրել և 19-րդ դարի վերջերին արդեն ավելի քան 1000 բնակիչ ուներ։ 1917-1920 թվականներին Բանաձորի բնակչությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի պաշտպանությանը։ Ի դեպ, այստեղով են անցել թաթարների կողմից հետապնդվող ռուսական զորամիավորումները։ 1921 թվականին, երբ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովբյուրեի որոշմամբ Արցախը ներառվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում, գյուղը 1254 բնակիչ ուներ, 4 ձիթահան, 6 ջրաղաց։ 1929 թվականին տարածաշրջանում առաջին էլեկտրական աղացը կառուցվել է հենց Բանաձորում։ Այս գյուղը դեռ մինչև խորհրդային տարիներն էր հռչակված խմիչքի արտադրությամբ, իսկ խորհրդային տարիներին Բանաձորի գինու հռչակը առավել մեծացավ։ Բանաձորցիները ակտիվ մասնակցել են նաև հայրենական մեծ պատերազմին։ Գյուղը 229 մասնակից է ունեցել, 142-ը զոհվել են։ Խորհրդային իշխանության վերջին տարին աղետալի եղավ Բանաձորի համար։ Տխրահռչակ Կոլցո օպերացիան նաև այս գյուղը ներառեց։ 1991 թվականի մայիսի 15-ին գյուղը հայաթափվեց և հանձնվեց ադրբեջանցիներին։ Բանաձորն ազատագրվեց 1993 թվականին։ Ազատամարտին ակտիվ մասնակցած բանաձորցիներից Ռուբեն և Իվան Ավանեսյանները և Կամո Մուսայելյանը պարգևատրվել են մարտական խաչ 2-րդ աստիճանի իշխանանշանով։ Ազատագրումից հետո բանաձորցիների մեծ մասը վերադարձավ հայրենի գյուղ։ Դպրոցը վերաբացվեց 1994 թվականին։ Ավերված տները վերանորոգվեցին, ենթակառուցվածքները, հասարակական նշանակության շենք-շինությունները վերականգնվեցին։ Ծտորանց, Իվիշանց, Հնազանդանց, Տոնունց, Կուրվանց և այլ գերդաստանների նոր շարավեղները վերադարձան ու շարունակեցին հայրենի հողում իրենց գերդաստանի կենսագրությունը գրել, իսկ գյուղի կենսագրության մասին պահպանված պատմական հուշարձաններն են պատմում 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, միջնադարյան գյուղատեղին, Սպիտակ տղա, Մրխորկածոր, Ուջաղեն բաղ, Ցաքուտ և բազմաթիվ այլ սրբավայրերը։ Բանաձորը նաև իր բազմաթիվ աղբյուրներով և քյահրիզներով է հռչակված։ Ընդհանուր առմամբ գյուղում և շրջակայքում ավելի քան 15 աղբյուր է հիշատակվում։ Աղբյուրների և քյահրիզների շինարարության հետ բանաձորցիները նաև կամրջաշինությամբ էին հռչակված։ Ուշադրության արժանի է գյուղի կամուրջը 19-րդ դարից։ Ըստ աղբյուրների, նաև բանաձորցի վարպետներն են մասնակցել Խուդափերենի երկու կամուրջների շինարարությանը։ Շինարարի ճարտարապետի ջիղը նաև նոր սերնդի բանաձորցիներին է փոխանցվել։ Ծնունդով Բանաձորից է Արցախի գլխավոր խորհրդանիշերից մեկի հեղինակը, նշանավոր քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանը։ 2020 թվականի ռազմական ագրեսիայի ընթացքում Հադրութի շրջանի հետ Ադրբեջանի կողմից օկուպացվեց նաև Բանաձորը 21-րդ դարում հերթական անգամ։ Հերթական գերության պահին Բանաձորը Արցախի զարգացող գյուղերից մեկն էր, կայացած ենթակառուցվածքներով,
բարեկարգված հասարակական շենք շինություններով, բազմաթիվ հուշարձաններով։ Այդ պահից սկսած գյուղի և այնտեղ գտնվող պատմական ժառանգության վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան։